Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ուշադրություն, սույն թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 5:30-ի սահմաններում դիմակավորված ինքնաձիգով եւ դանակով զինված անհայտ անձիկ մուտք են գործել Ասկերանի շրջանի Խնածաղ գյուղի բնակիչ 1947 թվականին ծնված Արմո Արաքելյանի առանձնատուն եւ նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով անկանոն կրակել եւ բռունցքով հարվածելով վերջինիս կապկպել նրան կնոջ թորանը եւ հափշտակել 278,000 Հայաստանի Հանրապետության դրամ կանխիկ գումար։ Ավազակություն կատարելու փաստի առթիվ նույն օրն իսկ կառուցվել է քրեական գործ։ ԼՂ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից իրականացված անհետաձգելի օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով արդեն իսկ կան ձերբակալվածներ։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հրապարակվի։ Դեպքի վերաբերյալ առավել ընդգրկուն տեսանյութը ձեր ուշադրությանը կներկայացվի 02 հաղորդաշարի առաջիկա թողարկումներից մեկի եթերով։ Ուսումնական տարվա մեկնարկի հետ մեկտեղ առավել հրատապություն է ստանում երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները։ Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացնում է զգողությունը դպրոցամերձ փողոցներում եւ հարակից խաչմերուկներում։ Սեպտեմբերի 1-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ուշադրություն երեխաներին։ Կարգախոսով անվտանգ երթևեկության 10-օրյակ։ Սակայն 10-օրյակ ասածը ամենևին էլ չի նշանակում, որ աշխատանքները սահմանափակվում են նշված ժամանակահատվածում։ Հատկապես ուսումնական օրվա մեկնարկի եւ ավարտի ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանությունը ուժեղացնում է վերակարգերը դպրոցամերձ հատվածներում։ Ճանապարհապարեկային ծառայության տեսուչները օգնում են երեխաներին հատել փողոցները։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատության կցված է ինչպես ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ, այնպես էլ անչափահասների գործերով բաժնի տեսուչ, ովքեր պարբերաբար այցելում եւ համապատասխան դասախոսություններով ու զեկույցներով հանդես են գալիս հատկապես տարրական դասարանների աշակերտների շրջանում։ Մեր նկարահանող խումբը այցելեց մայրաքաղաքի համար 2 հիմնական դպրոց։ Մենք հաճելիորեն զարմացած էինք երեխաների ակտիվությամբ։ Ընդամենը օրեր են անցել ուսումնական տարվա մեկնարկից, բայց երեխաները վարժ պատասխանում են ճանապարհային ոստիկանության տեսուչի հարցերին։ Ուսացույցը ունի 3 գույն՝ կարմիր, դեղին, կանաչ։ Կարմիր լույսի դեպքում կանգնում է դեղինի ժամանակ պատրաստվում, իսկ երբ արդեն լույսը լինում է կանաչ, անցնում։ Եթե կարմիր լույս է, պետք է կանգնել, երբ դեղին է պատրաստվել, իսկ երբ լույսը կանաչ է, զգույշ պետք է անցնել։ Կանաչ լույս է, շուտ անցի, դեղին լույս է, սպասի, իսկ երբ լույսը կարմիր է, զգուշացիր ու կանգնի։ Սա տարիների հետևողական աշխատանքի արդյունք է, որի մեջ իրենց ավանդն ունեն ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլև դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, իդեմս տնօրեն Լաուրա Մարտիրոսյանի։ Իհարկե շատ ուրախալի է, երբ դպրոցական նոր ուսումնական տարվա 2015-16 նոր ուսումնական տարվա սկզբին արդեն պատկամարմինները մեր աշակերտների, մեր երեխաների, մեր հասարակության անվտանգությունն ապահովող գերատեսչությունները եւ բոլոր պատկամարմինները հավուր պատշաճի իրենց վերաբերմունքն են ցուցաբերում դպրոցականների նկատմամբ, որպեսզի մեր դպրոցականների առօրյան, նրանց մուտքը դպրոց, նրանց ելքը դպրոցից եւ ընդհանրապես աշխատանքները ավելի կազմակերպված անվտանգության կանոնները ավելի քան ապահովելու նպատակով ձևավորված է համագործակցության, ես կարող եմ ասել, իրոք արգասաբեր արդյունավետ դաշտ։ Մեր եւ ճանապարհային ոստիկանության միջև, մեր եւ անչափահասների գործերով գրասենյակի միջև շատ բավարար են գնահատում, գուցե ավելի լավ են գնահատում, որովհետեւ իրենց բարբերաբար դպրոցում լինելը մեծ համար հաճույք է։ Երեխաներն էլ կարծես անհամբեր սպասում են։ Անընդհատ իրենց հորդորներով, խրատներով, հարցազրույցներով հաճելի են դարձնում մեր առօրյան։ Մենք դասական ժամերին հատուկ թեմաներ ենք հատկացում ճանապարհային երթևեկության կանոնների։ Անչափահասների գծոտեսությունը նույնպես հաճախակի լինում է դպրոցում, մանավանդ մեր դասարանում, քանի որ ունենք դժվար դաստիարակող մի երեխա, ու այդ երեխան կարծես թե մերվել է ամբողջ դասարանի հետ, ու արդեն կարգապահ է դարձել, ու նրանք մեր բարեկամներն են, մեր հաճելի ընկերները, ու մենք սիրով սպասում ենք։
Ուսումնական տարին, հա, մենք առաջին օրն որ սկսում ենք պարապմունքները ու ճանապարհային ոստիկանությունը ներկայացուցիչները այստեղ են ու գոհ են մնացել երեխաների պատասխաններից, քանի որ մենք բարբերաբար ենք անդրադառնում այդ հարցերին ու նրանք չեն մոռացել, լավ ծերտել է, յուրացրել ու պատասխաններից շատ գոհ են մնացել։ Նախ եւ առաջ շնորհավորում ենք բոլոր դպրոցականներին նոր ուսումնական տարվա սկսելու կապակցությամբ։ Մեր կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ, ոչ ենք անում բոլոր ծնողներին սովորեցնել երեխաներին ճիշտ անցնել փողոց։ Վերջում տրանսպորտային միջոցների վարորդներին կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները եւ բացառել անվտանգության գերազանցումը հատկապես դպրոցամերձ ճանապարհահատվածներում եւ խաչմերուկներում։ Իսկ երեխաների ծնողներին հորդորում զգուշություն եւ հետեւողականություն ցուցաբերել իրենց երեխաների հանդեպ։ ԼՂ ոստիկանությունը շարունակում է անողոք եւ անզիջում պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Կարեն Գուրգենի Կոտանյանը ծնվել է 1970 թվականին, բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Սախարով փողոցի համար 2 շենքի թիվ 2 բնակարանում։ Նախկինում չէր դատվել, ամուսնալուծվել է, ունի 3 երեխա։ Կարենը մշտական աշխատանք չուներ, ժամանակ առ ժամանակ ավտոլվացման սրահում զբաղվում էր բանվորությամբ։ Այսօր նա հայտնվել է ոստիկանությունում, քանի որ որոշել էր փորձել արգելված պտուղ ճաշակել։ Գառնասկզբին Շոշ գյուղի հարակից տարածքում աճեցրել էր կանեփանման տեսակի բույս, իսկ այնուհետև պարբերաբար այցելել եւ հոգատարությամբ խնամել այն։ Վերջին այցելությունը սույն թվականի հուլիսի 30-ին էր։ Առավոտյան այցելել էր նույն տարածքը, քաղել բուսատեսակի մասնիկները եւ տեղավորելով 3 հատ թղթե փաթեթների մեջ մտցրել գրպանը ու վերադարձել տուն։ Սակայն մտադրությունները ամբողջովին իրագործել չէր հաջողվել, քանի որ նույն օրը ԼՂ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել եւ ներկայացվել էր ոստիկանություն։ Կարենը անկեղծորեն խոստովանեց եւ կարծես թե զղջաց կատարած արարքի համար։ 3 վեդրան վարացում, խաղալում եկավ պարամով, դες խաղալում համանձայն եմ ես։ Պատրաստը դուք ձեր պատիժը կրեք։ 100%։ Գոլոխը դեր մեր նիչիկյամ, պատեն գիտեմ սիվեշի բերեն գիտեմ։ Երկրորդ անգամ անել չեմ ուտի գալատ։ Հուսանք, որ իր խոստմանը հավատարիմ կմնա։ Ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության Կարեն Գոտանյանի մոտ հայտնաբերվածը հանդիսանում է 3.75 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Արդեն իսկ կատարած արարքի համար Կարեն Գոտանյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի առաջին մասով։ Առանց իրացնելու նպատակից զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, պահելու համար։ Կարեն Գոտանյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չեռանալու մասին խափանման միջոցը։ Իսկ այժմ ձեր ուշադրությանն եք ներկայացնում Հանրապետության տարածքի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համառոտ տեղեկությունները։ Սույն թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 10 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ։ Օգոստոսի 25-ին ժամը 16:30-ի սահմաններում 1992 թվականին ծնված Արթուր Գրիգորյանը վարելով իրեն պատկանող Ford Transit բեռնատար ավտոմեքենան Գորի Ստեփանակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը եւ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն։ Օգոստոսի 26-ին ժամը 10:30-ի սահմաններում 1989 թվականին ծնված Մարատ Պետրոսյանը վարելով Mercedes-Benz C280 ավտոմեքենան Ասկերան Մարտակերտ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին բախվել է հանդիպակաց գոտով ընթացող 1950 թվականին ծնված Միքայել Դանիելյանին պատկանող VAZ-21061 ավտոմեքենային, ինչի հետևանքով Միքայել Դանիելյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Օգոստոսի 27-ին ժամը 20:00-ի սահմաններում
1995 թվականին ծնված Սարիբեկ Ավետիսյանը վարելով իր եղբոր 1994 թվականին ծնված Մարատ Ավետիսյանի անվամբ գրանցված ԲԱԶ 21011 ավտոմեքենան ԼՂ պաշտպանության բանակի N զորամասից Մարտունի տանող ավտոճանապարհի առաջին կիլոմետրին կորցրել է մեքենայի կառավարումը եւ գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Օգոստոսի 29-ին ժամը 16:20-ի սահմաններում 1982 թվականին ծնված Սերգեյ Գրիգորյանը վարելով իրեն պատկանող Opel Astra ավտոմեքենան Մայրաքաղաքի ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրայերթի է ենթարկել 2005 թվականին ծնված Արմինե Մուխանյանին, ինչի հետևանքով վերջինս ներկայացվել է Արևիկ մանկական բուժմիավորում Փակbaşıնտիրական ընկերություն։ Օգոստոսի 30-ին ժամը 16:00-ի սահմաններում 1957 թվականին ծնված Սլավիկ Հայրապետյանը վարելով իրեն պատկանող Ford Transit ավտոմեքենան Մայրաքաղաքի Դավիթ Բեկի եւ Պարուս Սևակի փողոցի խաչմերուկում վրայերթի է ենթարկել 1967 թվականին ծնված Նաիրա Գրիգորյանին։ Օգոստոսի 31-ին ժամը 10:00-ի սահմաններում 1940 թվականին ծնված Բորիս Համբարձումյանը վարելով իրեն պատկանող ԲԱԶ 21011 ավտոմեքենան Մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 4 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա վրայերթի է ենթարկել 2010 թվականին ծնված Ալեքսանդր Ավանեսյանին, ինչի հետևանքով վերջինը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արևիկ մանկական բուժմիավորում Փակbaşıնտիրական ընկերություն։ Օգոստոսի 31-ին ժամը 22:30-ի սահմաններում 1992 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը վարելով Opel Astra UG ավտոմեքենան Մարտունի Ննգի Ստեփանակերտ ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը եւ ուղևորը ստացած վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն Փակbaşıնտիրական ընկերություն։ Հանրապետության տարածքում արձանագրվել է գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 3, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ աշխարհության 2-ական, գողության փորձի, յուրացնելու կամ վատնելու, խարդախության, բույքը դիտավորության վնասելու, պաշտոնեական կեղծիքի եւ կանխամտածված սնանկության 1-ական հանցագործության դեպք։ Իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական աշխատանքների շնորհիվ բոլոր դեպքերով, ինչպես նաեւ նախկինում կատարված ապօրինի ծառահատման եւ գողության 9 հանցադեպով հանցագործներ կատարած անձիկ հայտնաբերվել են։ Նշված ժամանակահատվածում կատարված չբացահայտված գողության միակ դեպքով հանցագործություն կատարած անձի կամ անձանց հայտնաբերման ուղղությամբ օպերատիվ հետախուզական եւ քննչական աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ արձանագրվել է 147 ահազանգ, որոնցից 130-ը բուժ հաստատությունների ստացված կենցաղում ազգուշությամբ առաջացած վնասվածքների, 11-ը միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների, 5-ը հեռախոսի կորստի, իսկ 1-ը հրդեհի վերաբերյալ դեպքերի։ Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր է մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը եւ օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար նշված ժամանակահատվածում վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 205 վարորդներ, որոնցից 7-ը անսթափ վիճակում, 144-ը սահմանված արագությունը գերազանցելու, 15-ը առանց վարորդական իրավունքի, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարին ընդ ձեզ։